Պարոն Խաչատրյան, խնդրեի գնահատեք իշխանությունների գործողությունները առավոտվանից սկսած։ Սա քաղաքական տերոր է, որը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ գնալուն եւ Էրդողանի հետ հանդիպմանը, որի մասին որևէ մեկս տեղեկություն չունենք, ինչ է քննարկվել։ Հետո ինչ-որ մի հատ ֆելետոն են թերթում տպել, իբրև թե դա հեղաշրջման պլան է, եւ հիմա առավոտյան մենք տեսնում ենք այս բռնապետությունը, քաղաքական տերորը, քաղաքական անդիմադիրների նկատմամբ, եւ այս ամեն ինչի հիմնավորում են ժողովրդի կամքով։ Մեզ ժողովուրդ ընտրել, հետեւաբար ով ընդդիմանում է մեզ, ընդդիմանում է ժողովրդին։ Հիշեցնեմ, որ ընտրություններին իրենք խոստացել էին Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա, խոստացել էին անջատում հանուն փրկության Արցախի, խաբել են, դրջել են իրենց խոսքը, խաբել են, չեն կատարում իրենց կառավարության ծրագիրը, հետեւաբար իրենք ոչ լեգիտիմ իշխանություններ են։ Եվ ժողովուրդը իրավունք ունի պահանջել ժողովրդի իշխանության վերականգնում։ Սա է իրականությունը։ Առավոտվանից հրապարակվեց ինչ-որ ձայնագրություններ, քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն, դրանցում որևէ հիմք անցակազմ դուք տեսնում եք, Ես չեմ տեսել, ես ինչ-որ բան լսել եմ եւ այդ ինչ-որ լսել եմ բացարձակապես հեղաշրջման հարց չկա։ Այսինքն քաղաքացիները իրենք իրավունք ունեն իրենց դժգոհությունը արտահայտեն։ Բայց ելի եմ ասում, սա քաղաքական տերոր է, անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգի ենթարկումը, հիշում եք, սաղիթ կբռնեմ, կփակեմ։ Եվ հիմա ինչ-որ նախաքննչական նյութեր հանկարծ հայտնվում են ԿՊԱ-ականների մոտ, հրապարակում են մարդիկ։ Ես կարծեմ քննչականը պիտի գնա Հայաստանի Հանրապետության բարձրական իշխանության ներկայացուցիչների մոտ եւ փորձի հասկանա, թե նախաքննական նյութերը ինչպես են հայտնվել իրենց մոտ, ինչպես են հայտնվել բաց տիրույթում։ Դա հանցագործություն է։ Սրբազանի եւ մեր հայրենակիցների գործողությունների մեջ գոնե ես որևէ հեղաշրջման ակնարկ անգամ չեմ տեսնում։